ու պահել ապրես, գերազանց է աշխատում Լիանա Գյուրջյանը, շատ լավ է զգում իրեն, ու դեռ պետք է ավելացնել, «2023 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնը, 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը, այո, ու պահել Տաթև, ապրես, գրագետ աշխատանք, գերգրագետ աշխատանք ու Տաթև Հակոբյանը նույնպես հաջողված մոտեցում ունի ու պետք է ավելացնել։ Լիանա Գյուրջյան, Հայաստան, 4 կիլոգրամանոց քայլ արեցին մեր մարզիչները և Գյուրջյանը հիմա կփորձի 104 կիլոգրամ պոկելով էլի կիլոգրամներ կուտակել։ Չափազանց կարևոր մոտեցում է սա։ Պահել է պետ Լիանա, կանգնիր, գեցես Լիանա, 104 կիլոգրամը, գլխավերևում էր Լիանա Գյուրջյան։ Ապրես, գերազանց է, որքան լավ տեսք ունի Տաթև Հակոբյանը, այսօր մեր մարզիկները պարզապես աչք են շոյում, հաջողություն մաղթեց, ներողություն, Լիվսիմե Խուրշուդյանը, Լիվսիմե Խուրշուդյանի ամուսնուն, լավ, այսպես ասենք, Տաթև Հակոբյանը հաջողություն մաղթեց Լիանա Գյուրջյանի հետ միասին ու գնում ենք առաջ, Լիանա Գյուրջյան, երրորդ մոտեցում, Ծանրաձողին 106 կիլոգրամ է։ Մտքում հիշում էի Լիվսիմե Խուրշուդյանի նախորդ տարվա մոտեցումները 105 կիլոգրամ Լիվսիմեն նախորդ տարի պոկեց ու պահել Լիանա ու պահել, ապրես, կեցես, պահել, ֆիքսել, այո, հրաշալի ես, չքնաղ ես, և նգակեք ու անդա զույքի պայքարին ականատես կլինենք, մենք անկեղծ լինեմ, միայն նգակեի ու կուանդայի զրո ստանալու դեպքում կարող ենք արծաթե կամ ոսկե մեդալի այս պահին հավակնել, նրանցից մեկը եթե զրո ստանա, շատ լավ, եթե երկուսը, շնորհակալ կլինենք, բայց հիմա Տաթև Հակոբյան Հայաստան, 110 կիլոգրամ է ծանրաձողին, ու կպահես, կանգնիր, գերազանց է, փայլուն է, մեր աղջիկներն այսօր ուղղակի շլա... Տաթև Հակոբյանն է գալիս հրում վարժության, առաջին մոտեցումը, պոկում վարժության արծաթե մեդալակրի, հիմա պետք է անպայման հրել, ու հետո արդեն տակտիկական պայքար սկսել, այո, կանգնեց, ճիշտ է, ու հրել, կեցես, կանգնեց, ֆիքսեց ծանրաձողը և քաշը հաշված է, շատ ափսոս։ Չելենջ են սեղմել մեր մարզիչները, մեծ հաշվով մրցակից չէ Տաթև Հակոբյանի։
Չեն հաշվում, գալու է Տաթև Հակոբյանը։ Այո։ Երկրորդ մոտեցում։ Կանգնեց, ապրես։ Վերևում ու հրել։ Այս անգամ մաքրամաքուր մոտեցում է կատարում Տաթև Հակոբյանը։ Եվ խետ այսպես հայացք նետեց մրցավարների ուղղությամբ։ Չէի քաշվել, ստացեք ու ստորագրեք, տավորապես այսպես արձագանքեց Տաթև Հակոբյանը։ Շատ ցավալի է, որ նա մոտեցում կորցրեց, հիմա արդեն նա պետք է սպասի։ Նա պետք է սպասի, թե ինչ կառաջարկեն մրցակիցները, մասնավորապես Անաստասիա Մանիևսկը։ Լիանա Գյուրջյան, Հայաստան, հրում վարժություն, առաջին մոտեցումը Գյուրջյանի։ Նա պոկում վարժությունում 4-րդն էր, 106 կիլոգրամ արդյունքով։ Բարձրացրեց, դառնում է երկամարտի առաջատար։ Կանգնեց, ապրես, ու վերևում Լիանա, ու հրել, ու պահել, ապրես, ապրես Լիանա։ Գյուրջյանը միանգամից դառնում անպայման պետք է, որպեսի այլևս ոչ ոք չփորձի քեզ պատվո արտակից անել։ 8 կիլոգրամանոց քայլ, այո։ Կանգնիր, ճիշտ է։ Ու հրել Տաթև, ապրես, կեցես պահել, կեցես։ Good lift, մրցավարներից մեկը չի հաշվել, բայց ամեն ինչ կարգին է։ Ու Տաթև Հակոբյան due to bending and extending of the arms. Բակի չափազանց ցավալի կլինի, եթե մենք մեդալ կորցնենք։ Իսկ 35 պատվիրես նկատեն երրորդ մոտեցման համար։ Ու Գյուրջյանը հարթակում է 5 կիլոգրամանոց քայլ։ Դե Լիանա։ Ժպիտն ուրախություն դարձնելու ժամանակն է։ Այո։ Անգնեց, ապրես։ Ու հրել Լիանա։ Ձեր էկրաններին առնվազն Եվրոպայի փոխ-չեմպիոն Լիանա Գյուրջյանն է։ The barbell stays at 135 kilos. Անկեղծ չլսեցի։ Ու գնաց Լիանա Գյուրջյան, երրորդ մոտեցում։ Ծանրացողին 140 կիլոգրամ է։ Barbell is ready. Հինգ հաջողված մոտեցում է ունեցել Գյուրջյանը, 6-րդ մոտեցումն է սա։ Եթե ստացվում է, ուրեմն ստացվում է։ Մինչև վերջ։ Կանգնեց, ապրես։ Նույն կերպ վերևում Լիանա։ Հրում է Գյուրջյանը։ 140 կիլոգրամանոց սանրացողը ու հաստատում է իր
Բասկի ուժը, իր հզորությունը